Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը, բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Մեհրաբյան, ձեր հանձնաժողովն է կատարում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով 2 օր առաջ հերատապության կարգով կարելի ասել ընդունեց զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս 24-ամյա պարտադիր ծառայությունը կրճատել մինչեւ 18 ամիս, այսինքն 1.5 տարի։ Նախ այդ շտապողականությունը ամենայն դեպս կողքից այդպիսի տպավորություններ ինչով էր պայմանավորված։ Առաջերտին ուզում եմ շնորհակալություն հայտնել Լևոն ջան հրավերի համար։ Տեսեք, այս մասին մենք բազմաթիվ անգամ ենք խոսացել ու բազմաթիվ նաև ուրիշ լրագրողներ են այդ հարցը տվել, թե ինչն է պատճառը, որ մենք գնացինք այդ քայլին, պաշտպանության նախարարությունը այդ օրենքի փոփոխությունը բերեց։ Ես ձեզ հստակ ասեմ, որ սրա մասին մենք խոսացել ենք դեռ 2021 թվականի ընտրություններից հետո կառավարության ծրագրերից կետերից մեկն էր, այսինքն որ Հայաստանի մենք բանակը փորձելու ենք հասնենք այն մակարդակի, որ ժամկետը կրճատենք։ Ու դա ստացվեց պաշտպանության նախարարության հետ, բարձր դա երկար աշխատանքների շնորհիվ էր, դա բարեփոխումների հետ կապված էր, դա նոր ծրագիր էր, որ պաշտպանության նախարարությունը, որ պաշտպան հայոց, այդ ծրագիրը, որը անսպասելիորեն ինքը շատ լավ արդյունք տվեց ու վերջի այդ հարցազրույցի ժամանակ նաև պարոն Պապիկյանը դրա մասին խոսած, բարձա, այստեղ մի հատ հարց կա, որ թվերը, որ ասվում է, մենք ճշգրիտ թվեր չենք ասում, դա մոտավոր թվեր են ու մարդկանց մոտ արձագանքը տվյալ մասով, այդ բանակի կրճատման շատ դրական է ու նաև մեր հարցազրույցի ժամանակ, եթե դուք հիշում եք, հիմնական հարցերը վերաբերվում էին այդ կրճատման մասով։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա հրատապության հետ ընդհանրապես կապ չուներ, դա ուղղակի մեր կառավարության ծրագրերից մեկն էր, որը մենք կարողացանք արդեն հասնել այդ վիճակի։ Գիտեք, ես ենթադրում եմ, այսպես կարող եմ ենթադրություններ անել, որ այդ շտապողականությունը, ոչ թե հրատապություն, շտապողականության ամենադեպս մեղադրանքը, որ ուղղվում է իշխանություններին, կապված է նրա հետ, որ այս մասին առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես պայմանական ասեմ, հաշկալուց անկարեց մոտ 2 ամիս առաջ, ու այսպես արագ ես ձնագնդին այսպես դարձավ արդեն մեծ ձնագունդ, հիմա արդեն պիտի մտնի արդեն ազգային ժողովի, ենթադրում եմ արդեն արտահերթ։ Նու չէ, մենք նիստերն է, մեր Քարորյանը սկսվում, Քարորյանը։ Լավ, ուրեմն կընդգրկվի արդեն Քարորյան։ Տեսեք, վարչապետի հայտարարությունը, երբ որ ինքը հայտարարեց, մինչ այդ կատարվել էր հսկայական աշխատանքներ, վերլուծություններ, այսինքն մենք արդեն հասել էինք այն պաշտպանության նախարարությունը արդեն հասել էր այն մակարդակի ու այն տվյալները, որ ուսումնասիրությունները բերել էին նրան, որ այո, մենք պատրաստ ենք դա այդ փոփոխությունը պաշտպանության նախարարությունը կարա ներկայացնի ազգային ժողով, քննարկեցինք մեր հանձնաժողովում եւ այսինքն հրատապության ինչ-որ բան չեմ տեսնում ու վարչապետի հայտարարությունն էլ դա զուտ վերջնական քննարկումները երբ որ արդեն կատարվել էր ու հստակ էր մեր բոլորիս համար վարչապետը այդ հայտարարությունը արեց։ Տեսեք, ըստ էության հիմա ձեզ արդեն որպես թիմի քաղաքական թիմի անդամի եմ այդ հարցնում, ձեզ մեղադրում են նրա համար, որ այս օրինագիծը ինքը իր բնույթով պոպուլիստական է եւ ամեն ինչ արվելու է որպես ինքը հունվարի 1-ից մտնի արդեն կիրառման մեջ, արդեն որպես օրենք, որովհետեւ 26 թվականը ընտրական տարի է, այսինքն սա ընդհանրապես նախընտրական շոու է։ Այ դրա մասով էլ ես կուզեմ մենք շատ լավ հարց բացաձայնեցիք։ Ի սկզբանե պաշտպանության նախարարությունը, երբ որ բերել էր այս փոփոխությունը, նախատեսվում էր 18 ամիս արդեն ծառայելը նախատեսվում էր հունիս ամսից։ Այսինքն ամառվա զինակոչից նոր կսկսվեր 18 ամսվա այդ բանը
օրենքը արդեն այդ ժամանակ ազդեր, բայց դրություններից մի քանի օր առաջ։ Հա, բայց մենք տեսեք, չէ, նորից եմ ասում, կապում են դրա հետ մարդիկ կան, որոնք դրա հետ։ Մենք ասենք, դա մեր կառավարության ծրագրի մեջ դա եղել է, դա մենք պետք է անեինք։ Բայց մեր ազգային ժողովի падգամավոր, մեր հանձնաժողովի կողմից մենք առաջարկեցինք, որպեսզի ժամկետները ոչ թե լինի հունիսից, դա, այ հունվար ամսից։ Ինչի, որովհետև այդտեղ էլ մենք տեսանք որոշակի վտանգներ, ինչի հետ կապված, որ արդեն հայտարարվել էր, որ դա լինելու է, հա, ու մենք ձմեռային զինակոչի հետ կապված կարող է որոշակի խնդիր ունենայինք։ Այդ իսկ պատճառով այդ այսինքն ինչ-որ տարբերակներ գտնեին, որ հետաձգեին համար, որ գոնե երկու ձմեռ կարող են, բազմաթիվ խնդիրներ կլիներ, այո, մարդիկ մի պատրաստ կլինեին ամեն ինչ անել, որպեսզի իրենց երեխան 6 ամիս քիչ ծառայեր, դրա համար այդ հայտարարությունից հետո մենք որոշեցինք, որ օրենքը կազդի հունվար ամսից, հունվարի 1-ից։ Ինչ եմ ուզում ասեմ, վստահ եմ ասում ձեզ, սա նախընտրական կարոզի ինչ որ ձև չի, դա ուղղակի մեր խոստումն է, մեր ժողովրդին, որը մենք կատարեցինք։ Եվ տեսեք, անդիմությունը այդ իմաստով գոնե համախմբված իշխանություններին միաբերան մեղադրում է նրա համար, որ այս օրինագծով, այս տարբերակով հարվածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը, որովհետև հիմա տեսեք, ես մի գրառման հանդիպեցի, որտեղ թվեր կան, հիմա փորձեմ այդ թվերը շատ կարճ շարադրել, որում ինչպես այնտեղ արվում, այստեղ էլ պայմանական թվերը։ Վիտալի Մանգասարյան, տեսեք, ասում է 2 տարվա ծառայության դեպքում բանակում միաժամանակ ծառայում է մոտ 22-ից 24000 ժամկետային զինծառայող։ Պայմանական թվեր են, այսինքն 12000 անգամ 2, նկատի ունենալով, որ 2 զորակոչ է լինում։ 1.5 տարվա ծառայության դեպքում նույն տարեկան զորահավաքով բանակում միաժամանակ կլինի 18000 մարդ, այսինքն այստեղ մենք ունենք 20-ից 25% կրճատում։ Եթե անգամ պարոն Պապիկյանի ասացի դրամաբանությամբ եք շարժվում, որ զորակոչվողների քանակը նույնն է լինելու, այստեղ պարոն Մանգասարյանի հաշվարկներով մենք ունենք 25% կրճատում բանակի թվակազմում։ Տեսեք, այո, ես ծանոթ եմ պաշտպանության նախարարության հաշվարկներին եւ ես չեմ կարող դա բարձրաձայնել, հա։ Դրա համար պայմանական թվերով։ Պայմանական, ասեմ ձեզ, այն ինչ որ այն հաշվարկները, ինչ որ մենք ունենք, ու այն ծրագրերը, որոնք կան ու աշխատում են ու այդ բարելավումների մասին է խոսքը, ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիր չի ունենալու։ Նաև, չգիտեմ ինչքանով եք դուք տեղյակ, մենք դրա մասին բազմաթիվ անգամ նաև զրուցել ենք, Հայաստանի ամբողջ տարածքով կառուցվում են ամրեցված Ես եղել եմ։ Հա, եղել եք, շատ լավ։ Այսինքն մենք նաև այստեղ որոշակի փոփոխություններ, բարելավումներ արել նաև պաշտպանության նախարարությունը այդ մասով մարդկանց զինվորականների քանակը հենց սահմանի վրա կրճատելով նաև նոր տեխնոլոգիաների կիրառումներ, դիտարկման այն կարողությունները, որ այսօրվա դրությամբ մեր բանակն ունի, ասում դա հսկայական հաշվարկ է ոչ միայն մարդկային ռեսուրսների, ոնց որ դուք հաշվեցիք, հա, նաև նոր տեխնոլոգիաների եւ նոր հնարավորությունների շնորհիվ մենք կարողացանք այս ամեն ինչ անել, ու ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանում, մեր սահմանը պաշտպանված է, մեր զինվորները լինելու են իրանց տեղում ու խնդիր մենք չենք ունենալու։ Ես դա վստահեցնում եմ ձեզ։ Այսինքն վարչապետը երբ հայտարարում էր, որ ընդդիմադիրներին էր կոչանում, ասում էր եկեք, տանենք ցույց տանք մենք ինչ ունենք հիմա, ընդ որում մենք ունենք նաև տեխնոլոգիաներ, որոնց մասին չենք բարձրաձայնել, այսինքն ի տարբերություն բաստիոնների եւ սեզարների, որոնց մասին խոսվել է, որ մենք գնել ենք այսքան այսինչ, չգիտեմ, Հնդկաստանից ենք զենք գնել, Ֆրանսիայից ենք զենք գնել, կան էլի գնումների տեսակներ, որոնք խիստ գաղտնի են, բայց դուք որպես անդիմադիր падգամավորներ, որպես падգամավորներ այստեղ անդիմադիրը դնենք մի կողմ, ցանկության դեպքում կարող եք գալ, տեսնել, ծանոթանալ եւ համոզվել, որ ծառայությունը շատ ավելի անվտանգ է լինելու այս դեպքում, քան այն տարբերակով, որ ունեցել ենք մինչ այժմ։ Այո։ Ես ընդհանուր տեսեք, այն ինչ որ պարոն վարչապետը հայտարարեց դրա մասին, նաև եղան մեր կողմից որոշակի աշխատանքներ տարվեցին եւ մենք
մեր ընդդիմադիր падգամավորներին նաև հրավիրեցինք այն գործարանները, որոնք այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան եւ իրանք լուրջ արտադրանքներ են տալի, որը մինչև 18 թվականը մենք չենք ունեցել։ Մենք չենք ունեցել նմանատիպ արտադրություններ, իրանք տեսան, եկան եւ ապշեցին։ Եկել են։ Այո, եկել են, բայց այդտեղ գիտեք հարցի ինչն է։ Ես չեմ ասում, որ իրանք ամբիոնից խոսան, թե ինչ զինատեսակներ ենք մենք արտադրում։ Զուտ իրանց որպես, այսինքն անդադ իրանք խոսում են մեր երկրի անվտանգության մասին, թե ինչ, ես ուղղակի կարող էի իրանք ցանկացած ընդդիմադիր падգամավոր բարձրանալ ամբիոնից եւ ուղղակի շնորհակալություն հայտնել այդ մարդկանց, ովքեր այդ ամեն ինչը ստեղծել են։ Պարոն Մեհրաբյան, առանց այդ դուք իրենց գանձ եք ասում, դրանից հետո գային ասեին, վայ ինչ լավ բան եք արել, դրանից հետո ինչ պիտի ասեի։ Դե ես գիտեք ոնց է, ինձ թվում է երկրի անվտանգությունը իմ համար ամենաառաջինն է։ Եվ այն ինչ որ մենք անում ենք Հայաստանի Հանրապետության համար, ու իմ կառավարման ժամանակ, երբ որ ես եղել եմ ռազմարտունաբերության կոմիտեի նախագահ, դա եղել է աննախադեպ։ Ասեմ, մենք շատ կարճ ժամանակահատվածում, Լևոն ջան, մենք ունեցել ենք հսկայական, ինչ ասեմ, շատ լավ արդյունքներ։ Ես չեմ ասում դա մենք միանգամից 18 թվականից, այդ մարդիկ, այդ գիտնականները, այդ ինժեներները, իրենք ծնվել են Հայաստանի Հանրապետությունում, իրանք կրթություն են ստացել դրսում, միգուցե Հայաստանի Հանրապետությունում, իրանք այդ մտքերն ունեցել են, իրանք որոշակի փորձանմուշներ ունեցել են, բայց իրանք միշտ եղել են անտեսված։ Նախկին իշխանության կողմից տվյալ մարդիկ եղել են անտեսված։ Բայց մենք եկանք, հավաքագրեցինք, ծանոթացանք այդ մարդկանց հետ, տեսանք իրանց հնարավորությունները եւ ամենակարևորը, որ կառավարությունը վստահեց իրանց։ Վստահեց, իհարկե պաշտպանության նախարարության հետ մենք հսկայական աշխատանք տարանք, մենք հասկացանք, թե այսօրվա դրությամբ այն ինչ որ մենք ունենք, որտեղ մենք կարողանանք կիրառել եւ հասկանալով, որ այո, այն ինչ որ մենք ունենք, ու դա որ մենք գնանք սերիական արտադրության, դա չի լինի միայն, գիտեք, ինչ որ մենք օգնեցինք ռազմարտունաբերողներին, այո, մենք օգնեցինք, բայց ամենակարևորագույն խնդիրներից մեկը, որ մենք լուծեցինք, մենք որոշ չափով մեր ներքին արտադրողների միջոցով մենք մեր անվտանգության հարցը լուծեցինք։ Եվ իրանց առջև դրված էր պայման, որ մենք ֆինանսավորում ենք, մենք ունենք հիմի սա, բայց մենք պետքա շարժվենք արդեն աշխարհի հետ, այսինքն փորձելով տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ եւ գիտական աշխատանքների շնորհիվ, փորձակոնստրուկտորական աշխատանքների շնորհիվ, որը նույնպես պետությունը ֆինանսավորում է այդ մասով, մենք գնացինք առաջ։ Մենք ունենք այսօրվա դրությամբ ուրիշ ռազմարտունաբերություն 19 թվականից, եթե վերցնենք 19 եւ 25 թվականը ես շատ ողջավորված եմ այդ մասով, թե ինչա հիմի կատարվում է ռազմարտունաբերության հետ։ Ինձ իմիջիայից միշտ հետաքրքրել է այդ հարցը, վստահ եմ, որ ոչ միայն ինձ, տեսեք, հիմա պայմանական ասած, մենք գնեցինք Սեզար համակարգեր, հա, հաուբիցներ։ Տրամաբանությունը ինչպես է աշխատում։ Ռազմարտունաբերության կոմիտեն մեր արդեն ներքին կոնստրուկտորական բյուրոներին կամ կազմակերպություններին, ինչ է ասում է, ստեղծեք մի բան, որը կլրացնի սրան, թե այսինքն փոխլրացման տրամաբանությամբ է այդ ամեն ինչը արվում, թե եկեք ստեղծենք ուղակի մերը, հետո կհասկանանք ինչպես են կիրառում։ Տեսեք, այստեղ հարցերն է, շատ հետաքրքիր հարցեր, ուրեմն բոլոր գիտական աշխատանքները, որոնք ծնվում են ռազմարտունաբերության կոմիտեում, դրանք պահանջարկ, այսինքն կա որոշակի խնդիր մեր առջև դրված, ես չեմ ուզենա հիմի շատ փակագծեր բացել այդ մասով, այսինքն դրվում է խնդիր ռազմարտունաբերության կոմիտեին, ռազմարտունաբերության կոմիտեն ունենալով իր տակ գիտական այդ պոտենցիալը, այդ կազմակերպությունները կամ անհատները, մենք սկսում ենք իրանց հետ աշխատանքներ տանել։ Նաև լինում է հակառակը, որ գիտնականներն են մեզ որոշակի հայտեր ներկայացնում, որոշակի զինատեսակների մասով, եւ մենք դա սկսում ենք քննարկել ուժային կառույցների հետ ու ծնվում է այդ գաղափարը, որը նաեւ ունենք մենք շատ սերտ կապ ունենք նաեւ Գիտկոմի հետ, հա, որտեղ Գիտկոմի պոտենցիալ, այսինքն գիտնականները տալիս են իրանց կարծիքը, թե տվյալ պրոյեկտը մենք կարողանանք կյանքի կոչել թե ոչ, եւ շարժվում ենք առաջ, բայց այդտեղ մի բան էլ պետք է մենք ֆիքսենք, որ անպայման չի, որ
ցանկացած գիտահետազոտական աշխատանք, որը ֆինանսավորվում է պետության կողմից, ինքը ունենա դրական արդյունք, որտեղ գիտահետազոտական աշխատանքները նրանք հենց նրա համար են, որ դու կարողանաս հասկանաս, նաև կարող լինի բացասական, ինչ եմ ուզում ասեմ, եւ դու կհասկանաս, որ այդ ուղղությամբ, որ դու շարժվում ես, դա սխալ է եւ կարաս դու արդեն որոշակի փոփոխություններ անես ու շարժվես արդեն ճիշտ ուղղությամբ։ Այսինքն մենք այդ մասով հսկայական աշխատանք ենք տարել, որ պաշտպանության նախարարությունը եւ բոլոր ուժային կառույցները սերտ կապ ունենան մեր գիտնականների հետ, որպեսզի այդ շփումից ստեղծվում էին նոր մտքեր, նոր գաղափարներ ու ստանում էինք զինատեսակների որոշակի գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ, միգուցե նրանք նման կլինեն այսօրվա դրությամբ գոյություն ունեցող զինատեսակներին, բայց դա արդեն ուրիշ տարբերվող արտադրանք է, այսինքն տարբերվող միտք է, դա մեր միտքն է, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է համարվում։ Տեսեք, տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք ոչ այնքան մեծ, բայց ունեցել ենք ռազմաարդյունաբերություն, ընդ որում բավական օրիգինալ նաև արտադրանք է տվել ռազմաարդյունաբերությունը, այս վերջերս էլի հիշատակում եղավ ԱԿԱ սովետական արտադրության դերևս չէ դրանց մասին չի խոսքը, փամփուշտների մասին, փամփուշտների արտադրություն կար, որը իր պարամետրերով գերազանցում էր անգամ մայր գործարանի արտադրանքին, հետո ես չգիտեմ այդ ինչ եղավ, ինչու է այդպես եղավ ավելի ճիշտ, դա էլ գնաց կորավ եւ այլն։ Հիմա չկա վտանգ, որ այսօր, հիմա մենք այսա ստեղծեցինք, այն մեկը ստեղծեցինք, վաղը հանկարծ մենք էլի կհայտնվենք այդ կոտրած տաշտակի առաջ, դա արդեն պետք չի ժողովուրդ։ Չէ, ես վստահ կարող եմ ասել, որ մեր կառավարությունը ու մեր թիմը, մենք այդ գաղափարները չենք կրում, մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը ունենա զարգացած ռազմաարդյունաբերություն, եւ մենք այդ աշխատանքները տանում ենք ու մեր ռազմաարդյունաբերողներին բարձր մենք չենք թողի այդ կիսատ ճանապարհին, մենք հասցնելու ենք մեր նպատակին։ Ինքը գիտեք ոնց է ռազմաարդյունաբերությունը ինքը անընդհատ ուշադրության կենտրոնում պետք է լինի, ոչ թե ժողովրդի, բայց անընդհատ մեղադրում էին դրա մասին, ինձ էլ էին մեղադրում, թե ես լինելով ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ, ես քիչ էի դրա մասին խոսում, ռազմաարդյունաբերությունը դա այն ոլորտն է, որտեղ մենք չպետք է խոսենք։ Մենք պետք է աշխատենք ու գործ անենք։ Ու այսօրվա դրությամբ մեր բոլոր ռազմաարդյունաբերողները ուշադրության կենտրոնում են մեր կառավարության կողմից։ Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ նմանատիպ խնդիր չունենանք, եւ նաեւ այստեղ ամենակարևոր հարցը կա, թե այս ամեն ինչը, որ մենք անում ենք, բարձր Հայաստանի Հանրապետության այսինքն անընդհատ չի կարող Հայաստանի Հանրապետությունը ինչ որ զենքեր մեր արտադրանքի գնել, նաեւ մենք աշխատում ենք դրսի վրա, շուկա, ռազմաարդյունաբերությունը ամենակարևորագույն արդյունաբերության ճյուղերից մեկն է։ Այսինքն մենք ունենք այդ պոտենցիալը, որովհետև մասնակցել ենք բազմաթիվ ցուցահանդեսներում, տարբեր պետություններում, ու մենք տեսել ենք, թե ինչ հետաքրքրվածություն կա պետությունների այդ մեր ունեցած որոշակի արտադրանքների մասով, ու արդեն աշխատանքներ տարվում են արտահանման հետ կապված։ Այսինքն մեր նպատակը ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը մատակարարելն է, նաև դուրս, որը մեծ ֆինանսական դիտել ռազմաարդյունաբերողներից մի քանիսի հետ զրուցել եմ ժամանակին եւ իրենց ամենամեծ մտահոգություններից մեկը այն է, որ մենք խնդիր ունենք ռազմաարդյունաբերության համար անհրաժեշտ որոշակի կոմպոնենտներ ձեռք բերելու հետ կապված, որովհետեւ Հայաստանում գործում է ԵԱՏՄ օրենսդրությունը, իսկ ԵԱՏՄ օրենսդրությունը որոշակի սահմանափակումներ է կիրառում եւ այդ դեպքում մենք լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնում, սկսած չգիտեմ վառոդի ձեռքբերումից վերջացրած ինչ որ նանոտեխնոլոգիաներով պայմանական ասած լուծում ունի այս խնդիրը։ Մենք լուծում գտել ենք, բայց ես չեմ բարձրացանի դրա մասին։ Մենք լուծում կարևոր կա։ Ժողովուրդ լուծում կա, արդեն գիտենք։ Հիմա ռազմականից այսպես վերադառնանք էլի քաղաքական դաշտ, տեսեք, ընդդիմությունը եւ 26 թվականի հեսա բյուջեի նախագծի արդեն քննարկումներն են սկսելու լիարժեք օրակարգով, բնականաբար ամենամեծ ուշադրությունը սրելու է այն հանգամանքի վրա, որ 26 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանության ուղղված ծախսերը մոտ 100 միլիարդ
դրամով կրճատվել է, դա եթե չեմ սխալվում, 260 միլիոն ամերիկյան դոլարի կարգի գումար է եւ սա բնականաբար ցես ի մեղադրանք հնչեցնելու են, ասելու են, որ դուք այդ տեսեք բանակի թվակազմը կրճատում եք, սարքում եք 18 ամիս, 100 միլիարդ դրամ կրճում եք բանակից, կներեք բառի համար, կրճում եք բանակից եւ դա նշանակում է, որ դուք զինաթափվում եք Հայաստանի Հանրապետությունը։ Իմիջիայլից արդեն մեղադրել են, փորձել են մեղադրել, բայց մենք բոլոր հիմնավորումները ներկայացրել ենք իրենց, սակայն ես ուզում եմ այդ մեղադրողները, ովքեր մեզ մեղադրում են այդ հարցում, մի հատ հետ նայեն ու տեսնեն, թե իրան ժամանակ ընդհանրապես իրանք ինչ ֆինանսավորումներ են արել մեր պաշտպանության անվտանգության մասով, հա, ու եկենք համեմատականներ թող տանեն ու նոր դրա մասին խոսան, իսկ ինչ վերաբերվում է այդ կրճատման հետ կապված, բազմաթիվ անգամ ես էլ եմ իմ ելույթներում ասել, հիմա ես չեմ ալարի նորից կասեմ, տեսեք, այն խնդիրը, որը դրված էր պաշտպանության նախարարության վրա ու մենք ունեինք ամեն տարվա բյուջետը, որ պետք է հատկացնենք, 2025 թվականին որոշում կայացվեց, որ որոշակի զինատեսակներ, որոնք մենք պետք է գնեինք 2026 թվականին, մենք հրատապությունից ելնելով մենք այդ ամեն ինչը գնեցինք ավելի շուտ, այսինքն մենք 26 թվականի նախատեսվող զինատեսակները եւ որոշակի աշխատանքներ մենք կարողացանք անենք 2025 թվականին։ Այսինքն պայմանական զինատեսակների անուն չտալով, ասենք եթե մենք պիտի գնեինք 3 բաժակ, որոնցից երկուսը պետք է գնվեր 26 թվականին, մենք 3-ն էլ 25-ի ընթացքում գնել ենք։ Այո, դուք շատ իրավացի եք։ Հա, այսինքն այդ 100 միլիարդ դրամի կրճատումը կապված է մենակ նրա հետ, որ մենք արդեն այն չպլանավորենք։ Գնա ֆինանսների հետ կապված, իսկ պաշտպանության նախարարությունը հասկացավ ու պատվիրատուները, ովքեր կատարողները, ովքեր պետք է անեին 26 թվականին, իրանք ավելի արագ այդ ամեն ինչը ստացան, ավելի արագ մեր պատվերը կատարեցին ու դա էլ մեզ պետք էր, մենք 25 թվականին այդ ամեն ինչը ձեռք բերեցինք։ Այնուհանդերձ, պարոն Մերական, մենք լավ հասկանում ենք, որը ձեզ ասեմ, որ վաղը արդեն անդիմությունից է իմ հյուրը լինելու, բնականաբար մենք այս թեմաների մասին խոսելու ենք, հասկանալի է, որ պաշտպանունակությունը եւ ընդհանրապես պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության հետ կապված բոլոր խնդիրները իրենք դիտարկվել են ու դիտարկվելու են քաղաքական դաշտում։ Այսինքն անդիմությունը բնականաբար ասել է, որ այս 18 ամիսը դա Ադրբեջանի պահանջն է։ Բնականաբար ասել է, որ այս 100 միլիարդի կրճատումը դա Ադրբեջանի պահանջն է կամ Թուրքիայի պահանջն է, էական չի։ Անդիմությունը չի ասելու, որ Ռուսաստանը մեզ մինչև այսօր իր պարտքը չի վերադարձրել, ոչ էլ զենքերն է մատակարարել։ Դա էլ է, ամեն ինչ հասկանալի է։ Բայց քաղաքական խաղի դաշտում հասարակության մոտ ծնվում են այսպես, չասեմ անպատասխան հարցեր, բայց որոշակի մտահոգություններ, որովհետև այդ աղմուկը կապված է ամեն ինչի հետ, ինքը չընդհատվող ենք, պերմանենտ աղմուկ է։ Հիմա ինչ ենք անելու, որ այդ աղմուկը գոնե մի քիչ խլանա, որ մարդիկ դրամաբանական բաներ ասեն։ Տեսեք, մենք մեր ժողովրդի առաջ մաքուր եւ պարզ մենք ներկայացնում ենք ամեն ինչ, ինչ որ կա, այսինքն մենք ոչ մի բան չենք հորինում, այլ շատ լավ դուք ճիշտ նշեցիք, թե տվյալ քաղաքական այդ գործիչները, հա, անդիմադիր, որոնք խոսում են 18 ամսվա կրճատման հետ կապված, որ ես հիմնավորեցի, որ դա դեռ 21 թվականից է դա գալի ու մենք դրան գնում էինք, ինչ վերաբերվում է կրճատման հետ կապված, նույնպես ես հիմնավորեցի, թե կրճատում ինչի հետ է կապված, բայց այո, իրանք երբեք չեն խոսում նրա մասին, որ Ռուսաստանը, ոնց որ դուք ասեցիք, հա, խնդիր ունի Հայաստանի հետ կապված 400 միլիոն դոլարանոց խնդիր քիչ։ Հա, ես չեմ կարող այդ թիվը բարձրաձայնել, անկեղծ ասած, բայց կա խնդիր, հրապարակվել է բաց թիվը։ Կա խնդիր, բայց այդ խնդիրը մինչ օրս չի լուծվում ու այդ քաղաքական գործիչները, որոնք մտածում են սենց Հայաստանի մասին, հա, երբևիցե դրա մասին չեն խոսում, որ այդ լավ, բայց այդ հարցը ոնց է լուծվելու։ Անկեղծ ասած, ես այդքան ուշադրություն չեմ դարձնում, թե ընդդիմությունը ինչ է խոսում, նաև ազգային ժողովում, որովհետև իմ նպատակը ազգային ժողովում լինելը, դա աշխատանքն է իշա մեր ժողովրդին, իշա մեր պետությանը։ Այդ մարդիկ իրանց օրակարգով, որ ներս են մտնում դահլիճ,
իրանք փորձում են այդ ամեն ինչը շեղել։ Դե պարզ է, իրանք գալիս են այս անհետ բաների մասին են խոսում, որին պետք է արձագանք լինի։ Բայց մենք մեր գործով ենք զբաղվում ու այն ինչ որ մենք արել ենք, մենք ցույց ենք տալի մեր ժողովրդին անկեղծ ասած, նաև ասեմ այդ падգամավորներից Արմեն Խաչատրյանը ուսուցիչներին, հիվանդանոցի անձնակազմին տարել են այդ ամրեցված գոտիները ցույց են տվել։ Իսկ մենք բաց ենք, մենք պարզը չենք կարող որոշակի զինատեսակներ ցույց տանք կամ ինչ-որ բերենք, բայց այն ինչ որ մենք ես ասում եմ ձեր տաղավարում ամենայն պատասխանատվությամբ։ Իսկ բամբասանքների հետևից ես չեմ գնում։ Բամբասանքների դաշտից դուրս գանք։ Հիմա Հայաստանը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, ընդ որում, քանի որ ռազմական թեմատիկայի մասին եկեք տնտեսությունը դնենք մի կողմի վրա, խոսքը վերաբերում է ռազմական ոլորտում գնումների դիվերսիֆիկացիային։ Մենք ունենք արդեն հաջողված բավական գործակցության փորձ Հնդկաստանի հետ, մենք ունենք փորձ էլի հաջողված բավական Ֆրանսիայի Հանրապետության հետ, որքանով որ ես եմ տեղյակ այդ մասին, էլի եմ ասում բացերապարակումների հիման վրա ինչ որ գործակցության փորձեր են արվում Չինաստանի հետ, որոշակի ուղղություններով Միացյալ Նահանգների հետ մենք գործակցելու հնարավորություն ունենք, թե չունենք։ Այո, ունենք եւ աշխատանքներ տարվում են ու դա այսօրվա դրությամբ մեր պետության համար, ոչ միայն ԱՄՆ-ի հետ, նաեւ այն պետությունների մասին, որ դուք նշեցիք, հա, դա Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալի ընտրելու։ Լավից, այսինքն զենքերի լավագույն ընտրել, ոչ թե այն ժամանակ բախտա վիճակվել, էլի Լևոն ջան, ես նաեւ եղել եմ Չարենցավանի հաստատաշինական գործարանի տնօրենը, որը ռազմական որ։ Ես տեսել եմ, թե իրանք ոնց են պայել իրանց գործարանները։ Այսինքն այսօրվա դրությամբ մենք հստակ աշխատանք ենք տանում մեր դրսի գործընկերների հետ ցանկացած զինատեսակ, որը ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետությունից, մենք նաև սպասարկման կետերն ենք բացում Հայաստանի Հանրապետությունում։ Վերապատրաստում ենք մեր մասնագետներին։ Իսկ այն ժամանակ լուրջ տեխնիկաներ ունեինք, հա, որի գծագրերը Հայաստանի Հանրապետությունը չուներ։ Մենք մեծ խնդիրների առաջ ենք կայանում։ Այսինքն եթե վերանորոգելու խնդիր է լինում, կամ պիտի սպասենք մինչև իրեն գան, կամ պիտի գուշակելով։ Այո։ Իսկ այս պայդրությամբ դա արդեն վերացել է, չկա նման բան, որովհետև մեր մասնագետները վերապատրաստվում են դրսում։ Այդ է ուզում հարցնեի, որովհետև ռազմաարդյունաբերությունը ինքը շատ բարդ ոլորտ է, ինքը գիտական շատ լուրջ ներուժ է պահանջում ու կան տենց ծրագրեր, որոնք օրինակ, չգիտեմ, ռազմաարդյունաբերության կոմիտեն կլինի, պաշտպանության նախարարությունը կլինի, կառավարությունը կլինի, մարդկանց հատուկ ուղարկում է դուրս, ասում է գնացեք սովորեք այնտեղ, բայց պայմանով որ պիտի վերադառնաք ու ձեր գիտելիքը այստեղ ներդրեք։ 2023 թվականին մենք նման փորձ ունեինք, մենք սկսեցինք ռազմաարդյունաբերության կոմիտեի մասնագետների վերապատրաստումից Ֆրանսիայի հետ կնքեցինք պայմանագիր իմ գործընկերոջ հետ եւ արդեն նմանատիպ աշխատանքներ մենք սկսեցինք անել։ Բարձր նաեւ տեսեք ոլորտն էլ է արդեն գնալով իր կարողությունները գիտական մասով ուզում զարգացնել, նաեւ իրանք են անձնական իրանց շփումներով դրսի հետ փորձում են մասնագետներ ուղարկել վերապատրաստման, այսինքն տեսեք հետո արդեն պատրաստի մասնագետներ իրենք են գիտելիք փոխանցում ամյուս։ Ունենք բազմաթիվ, մենք այն ժամանակ նաև հավաքագրում էինք մեր հայ գիտնականների մասով, թե ինչքան գիտնականներ ունենք որ պետությունում, ինչ ուղղությունով փորձում էինք իրանց հետ կապ հաստատել, նմանատիպ մոտ 4 պրոյեկտ 2023 թվականին մենք սկսեցինք մեր սփյուռքահայ գիտնականների հետ, այսինքն այդ մասով այդ փորձի մասը շատ կարևոր է պետության համար մեր ու արդեն ոլորտը ինքը դառնում է թելադրող, այսինքն ինքը դրա վրա հսկայական աշխատանքներ է ծախսում, նաև իրանց հաշվին են ուղարկում մասնագետների վերապատրաստման, որը շատ ողջունելի է։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրին զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։